Արդեն մեկ շաբաթ է հանրության հիմնական քննարկման թեման եկեղեցին է, այսինքն մենք ունենք մի իշխանություն, որը պատերազմ է հայտարարել եկեղեցու դեմ, եւ ամբողջ մամուլը, ամբողջ քննարկումները դրան են նվիրված, բայց աշխարհում տեղի են ունենում շատ լուրջ գործընթացներ, մասնավորապես Նախիջևանում հերթական զորավարժություններն են, Բաքվում, Կենտրոնական Ասիայում հետաքրքիր իրադարձություններ են կատարվում եւ այս ամենը մեր տեսադաշտից դուրս է ընկել, բայց մյուս կողմից երևի նաեւ կապված է այս եկեղեցու հետ, այս խնդիրների հետ, թե ինչի գործող իշխանությունը նման process-ներ է սկսել, հա, գուցե դա ունի նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն, որովհետեւ իշխանության հարցը հիմա ամենտեղ դա աշխարհաքաղաքական խնդիր է։ Եթե նույնիսկ մի փոքր կղզում իշխանություն է փոխվում, գեոպոլիտիկան կարող է փոխվել այդ տարածաշրջանում։ Հայք, հիմա քո կարծիքով այս Նախիջևանի հերթական զորավարժությունները Պարսկաստանից հետաքրքիր հայտարարություններ են հնչում, շատ խիստ հայտարարություններ, նաև Սյունիքի անցնող ճանապարհի վերաբերյալ, Պակիստանն է ներթափանցել երկիր, Լաչինում Պակիստանի վարչապետը, Թուրքիայի նախագահն, Ադրբեջանի նախագահը հանդիպում են, հա, դա այդ ամեն ինչը պատահական չի լինում։ Այ երևի արժի մի քիչ նաև այդ թեմաներից խոսել, որ հասկանալ ինչ է կատարվում։ Ես կարծում եմ առաջին հերթին պետք է խոսել այդ թեմաներից։ Այո, ձեր դիտարկման ես համակարծիք եմ, որ եկեղեցու հետ կապված գործընթացները այս կամ այն չափով կապված է եւ տարածաշրջանային եւ աշխարհակական իրողությունների հետ։ Իսկ ինչ է կատարվում տարածաշրջանում։ Տարածաշրջանում օր-օրի ամրանում է, միսու արուն է ստանում թուրքական պետությունների կազմակերպությունը, որը, եթե ավելի առարկական ասենք, մեծ Թուրանն է, որի կազմում կա պետություններ, Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Qırğızstan հիմնադիր անդամներ են եւ երկու դիտորդի կարգավիճակով պետություն Թուրքմենստան եւ Հունգարիա։ Բայց այդ կազմակերպության հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության առում ամենաինտենսիվ եւ ամենաչական մասնակցություն ունի Պակիստանը։ Հիմա եթե այդ կազմակերպությունը ստեղծվում է, ապա ինչ նպատակներ է հետապնդում եւ վերջնարդյունքում այդ գործիքը ում դեմ է ուղղված լինելու։ Ես կարծում եմ Թուրան պրոյեկտի իրական պատվիրատուն Բրիտանիան է եւ գնահատում եմ, որ դա բրիտանա-թուրքական պրոյեկտ է Թուրանը։ Սա Միջին Ասիայի եւ Հարավային Կովկասի պետությունների եւ մի փոքր ավելի հեռու կոնկրետ Պակիստանի ռազմական, տնտեսական, քաղաքական, ֆինանսական կառույցների մեկ կենտրոնից կառավարումն է, իսկ այդ մեկ կենտրոնը դա հավակնություններով եւ կարող է Բաքուն լինել եւ Անկարան լինել, այո, բայց առավել քան համոզված ասեմ, որ դա Լոնդոնն է։ Եվ այդ կառույցի կայացումը Բրիտանիային հնարավորություն կտա Միջին Ասիայի եւ Հարավային Կովկասի վրա գործնականում ունենալով կառավարման մեծ գործիք, պահանջատեր լինել աշխարհում ներկայիս իրավիճակում աշխարհի վերաբաժանման այս գործընթացում եւ նստել այն սեղանի շուրջ, որտեղ այսօր երկու պետության ղեկավարներ սկզբունքորեն որոշում են աշխարհի այսօրը եւ վաղը, խոսքս Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մասն է։ Հայկ, մի կարճ ակնարկ անենք պատմական առումով, որովհետեւ հասկանանք, որ աշխարհում ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ կրկնվում է, կամ եթե որոշակի դադար է առնում, դադարը եղավ սովետական միության ստեղծումից հետո շարունակվում է։ Ամբողջ 17-րդ դարը դա մեծ մրցախաղն էր Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ, որը կանգնեց 1907 թվականին, երբ որ թե 6 թվականին, երբ որ արդեն երրորդ խաղացողը հայտնվեց Գերմանիան եւ միավորվեցին Գերմանիայի դեմ։ Եվ այդ մրցախաղում հենց բրիտանական պրոյեկտ էր, ոնց թուրքական աշխարհի գաղափարը ուղղել Ռուսաստանի դեմ։ Եվ Կովկասյան պատերազմները, որը մի քանի տասնյակ տարի տևեցին, միլիոնավոր գաղթականներ եղան, 100,000-ավոր զոհեր եղան, դա նաև նույնպես բրիտանական պրոյեկտ էր։ Հիմա այս ամեն ինչը նորից շարունակվում է եւ այստեղ նաև տարօրինակ այն է, որ այստեղ Պակիստանն է հայտնվել, եւ առաջանում է հարց, եթե հայտնվել է Պակիստանը, իսկ արդյոք այնտեղից Չինաստանի ականջները չեն երևում։
Արևոտ կարող ենք նման դատողություն անել, որ այո, կարող եւ Չինաստանը ներգրաված լինել, բայց կարծում եմ, եթե խոսքը Թուրանի որպես գործիք կայացման մասին է խոսքը, ապա այդ գործիքը նաեւ որպես մարտավարական թիրախ վերցնում նաեւ Չինաստանը։ Խոսքս Ղազախստանի եւ Չինաստանի սահմանում, Չինաստանի տարածքում գտնվող Սինջինուգուրյան ինքնավար մարզի մասին է, որը կարծում եմ Չինաստանի ամենախոցելի տեղերից մեկն է։ Եվ եթե Թուրանը կայանում է, այդ պետությունների արդեն իսկ բոլոր ոլորտներում եւ ռազմական եւ տնտեսական եւ քաղաքական եւ գաղափարական եւ հոգեվոր, եթե կայանում է, ապա առնվազն 3 թիրախ է վերցվում, առաջինը Ռուսաստան Դաշնությունն է, երկրորդը Իրան Իսլամական Հանրապետությունը, երրորդը Չինաստանը։ Եվ այդ առումով այո, Բրիտանիան այսօր կարելի ասել աշխարհի վերաբաժանման սեղանից հեռու է, որտեղ վերաբաժանման համար ընդունվել է մեկ սկզբունք, որքան միջուկային մարտագլխիկ ունի վերաբաժանման մասնակցող պետությունը։ Այսօր երկու պետություն կա, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, որոնք 6000-ից ավել մարտագլխիկ ունեն, որից այլ պետություն, այդ թվում նաեւ Բրիտանիան, չի կարող մասնակցել։ Առավելևս որ Բրիտանիան իրականում առերևույթ միջուկային տերություն է, բայց նրա միջուկային մարտագլխիկները հորթիները կառավարվում են Միացյալ Նահանգների կողմից։ Եթե այդպես վերցնենք, եվրոպական միակ երկիրը, որը այո, ինքնուրույն իր մոտ 200 մարտագլխիկ ունեցող պետություն է, ինքը կարող է որպես ինքնուրույն եւ պատահական չի, որ եվրոպական շատ երկրների Ֆրանսիայի նախագահը առաջարկում է, որ իրենք մտնեն Ֆրանսիայի միջուկային հովանոցի ներքո։ Հիմա եթե գնահատենք այս իրողությունները, ապա Բրիտանիայի ուզածը ինչ է։ Ինքը կարող է եւ միջին Ասիան պայթեցնել սկզբունքորեն եւ Հարավային Կովկասը եւ ինչու՞ չէ Ղազախստանով Չինաստանի սահմանակից Սինջինուգուրյան ինքնավար մարզում նաև հարված Չինաստանին։ Սա Բրիտանիայի ձեռքին լրջագույն խաղաքարտեր են եւ որը կարծում եմ նա կարող է օգտագործել, որպեսզի իրեն ներկայացուցին Բրիտանիայի հրավիրեն այդ սեղանի շուրջ։ Հայկ, տես Բրիտանիայի վերջազգային անվտանգության ռազմավարությունում մի նոր տերմին է մտել, դա գլոբալ Բրիտանիան է։ Այսինքն իրենք ազգային ռազմավարության մեջ նշում են, որ իրենց խնդիրը բրիտանական կայսրության ստեղծումն է, դե բնականաբար առաջ կայսրությունները այլ տեսք ունեն, հիմա տնտեսական եւ այլ տեսք ունեն, բայց այնուամենայնիվ իրենք կայսրության բան ունեն, հավակնություն։ Եվ ուկրաինական պատերազմը ինչի խաղաղության չի գնում, որովհետեւ հենց այդ միտքներ, որ երբ որ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ փորձում են պայմանավորվել, Եվրոպան դուրս է մնացել։ Այսինքն իրենք պայմանավորվող կողմ չեն։ Իսկ նոր աշխարհակարգը ստեղծելու են այն երկրները, որոնք պայմանավորվում են։ Հիմա նույնը եւ փորձում են նոր պատերազմի օջախ ստեղծել 20 թվականին այդ ամենը սկսվեց Արցախից։ Արցախում այդ պատերազմը եղավ եւ պատերազմից մի ամիս առաջ Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնաց Բաքու եւ ասեց պետք է համարձակ գործել։ Այսինքն սանկցիան տվեց, մենք էլ ձեզ ապահովում ենք դիվանագիտական տանիք եւ այլն եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բրիտանիան էր ամեն անգամ ձախողում որոշում է։ Հիմա հարցը հետեւյալն է. իսկ Հայաստանում ազդեցության գոտում այսօր գտնվում եւ Հայաստանի գործող իշխանությունը ում պատվերներն է կատարում կամ ում ազդեցության տակ է գտնվում։ Նախ ձեր ասացին ես երկրորդեմ 44 օրից առաջ 1.5 ամիս առաջ Բրիտանիայում մի կարևոր նշանակում եղավ Թուրքիայում երկար տարիներ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը, որը նշանակվեց մի վեցի ղեկավար։ Սա վստահաբար պատերազմի ընթացքում նշանակվեց կարծես։ Պատերազմից առաջ ուրեմն հունիս ամսին իր նշանակում եղավ ուղղակի իրավունքի տեսանկյունից հաստատումը պատերազմի ժամանակ, բայց ինքը իր պարտականությունները սկսեց կատարել որ պայն, որ հունիսին բարձրաձայնվեց, որ ինքը արդեն հետև է։ Այսինքն մենք ընդունենք, որ այդ պատերազմի ըստիս կառավարումը որպես process, իսկ պատերազմը ինքը process է, մենեջմենտը, այո, տրվել էր Բրիտանիային, գետնի վրա ռազմական գործողությունների կառավարումը տրվել էր Թուրքիայի գլխավոր շտաբին, որի
գլխավոր շտաբից մոտ 600 մասնագետներ, այդ թվում նաև ներառյալ գումարտակի հրամանատարներ, ել չեմ ասում շտաբի պետ, շտաբպետ տեղականներ, ամբողջովին երրորդ դաշտային բանակի հրաмкազմներ, ամբողջովին։ Երբ վերջերս Էրդողանը սաստեց Ալիևին, ասելով, որ այդ պատերազմը իրականում հաղթանակը առաջնորդին Թուրքիային է եւ ոչ թե Ադրբեջանը։ Բանել եմ ուզում ավելացնեմ, երբ որ նոյեմբերի 9-ին հայտնի հայտարարությունը եղավ, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի միջնորդությամբ, հաջորդ օրը որոշ տվյալների Ռիչարդ Մուրը հայտնվեց Անկարայում, որտեղ ինքը բողոքում էր, թե ինչի պատերազմը կանգնեցվեց եւ միջև վերջ խնդիրները չլուծվեցին, որտեղ արդյունքում ռուսական զորքեր մտնում, չէ, Արցախ։ Եվ նաև ինքը բողոքում էր, որ Թուրքիան դրա համաձայնությունը տվել է եւ պատերազմը պետք է շարունակվի։ Սա ուղղակի ավելացնենք։ Շատ կարևոր բան եք ասում ձեզ, որովհետեւ 44 օրից հետո իրականում Ադրբեջանը չէր հաղթել։ Հաղթելու գնահատման չափորոշ չէ հետեւյալն է, այն մարտական խնդիրը, որ երկրի քաղաքական ղեկավարությունը դրում է ռազմական ղեկավարության առաջ չէր կատարվել։ Նախ Արցախը ամբողջովին չէր գրավվել։ Սա արձանագրում ենք որպես իրողություն, այո։ Նոյեմբերի 9-ով կասեցվեց, այո, եւ այդ կասեցնողը կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունն էր, որը հնարավորություն կարող էր տալ ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանի իշխանություններին այդ ընթացքում, որտեղ Արցախում ապրում են մեր հայրենակիցները, որտեղ զինված ուժեր կային, որտեղ կար գործնական փաստաթղթում ամրագրված միջանցք, իսկ դա իրավունք է տալիս, որ Ադրբեջանը Բերձորի կամ Լաչինի միջանցքում որևիցե հսկողություն չունենար, հա, եւ ապագայում Հայաստանի իշխանությունների համար բավական մեծ մանևրի դաշտ պիտի մտներ, բայց դա բնականաբար այն ծրագրերի մեջ չէր մտնում, ինչ որ Բրիտանիան։ Իրականում ես ասում եմ, պատերազմը իրականում սկսել է Բրիտանիան։ Տեղում Ադրբեջանի զինուժը, շարքային անձնակազմը, սպայակազմը, բայց կառավարումը գետնի վրա եղել է Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից։ Իդեպ ասեմ ձեզ, հետաքրքիր պատականությամբ երրորդ դաշտային բանակի հրաмкազմը պատերազմից մոտ 1 տարի, մի քանի ամիս հետո մի զորամասից երկրորդ զորամաս տեղափոխվելու ուղղաթիռներով այդպես պատահմամբ ընկնում են եւ բոլորը զոհվում են, բացի մեկից։ Մեկը ողջ է մնում, կարողանում են փրկել, սա այսպես ես կարծում եմ այդպիսի պատականություններ չի լինում, այո։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր տված այն հարցին Հայաստանը ում ազդեցության տարածքն է եւ ովքեր են այստեղ տնօրեն։ Ես կարծում եմ Հայաստան որպես այդպիսին գոյություն չունի։ Ես գնահատում եմ, որ ներկայումս Հայաստանում Թուրքիա եւ Ադրբեջանի օկուպացիոն ռեժիմի կամակատար կամ քաղաքական տերմինով ասած կոլաբորանտ կառավարությունն է։ Փաշինյանի այսպես կոչված կառավարությունը եւ ամբողջ վարչակազմը հլու հնազանդ կատարում է բոլոր այն պայմանները, ինչ իր արժեվ դրվում է մարտավարական առումով առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի, ռազմավարական առումով Բրիտանիայի եւ պատական չի Բրիտանիայի կարևորագույն, ամենակարևորագույն պաշտոններից զբաղեցնող մեկը, որը ստվերային կառավարության ղեկավարներից է, Ռիչարդ Մուրը, ասենք անձամբ գալիս է Երևան, հանդիպում է Փաշինյան Նիկոլին, այս կարևորությունն եմ ուզում ցույց տալ այս տարածաշրջանի, որտեղ ըստ Բրիտանիայի Հայաստան ընդհանրապես գոյություն չունենա, գործնական թղթի վրա կարող է գոյություն ունենալ, բայց այս տարածքը ամբողջովին պիտի վերահսկել լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այսինքն եթե մենք խոսում ենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, ապա Զանգեզուրի միջանցքը երևի ամբողջ Հայաստանն է։ Այո, ամբողջ Հայաստանը, այսպես նայենք, հա։ Բնականաբար այդ ծրագրերին դեմ է ռազմավարական առումով եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը ստրատեգիական առումով նաև Չինաստանը, որտեղ Չինաստանը հրաշալի հասկանում է, որ եթե Թուրանը կայանում է, այդ Թուրանը նաև սուր է, որը ցանկացած բան կարող է ուղղվել նաև դեպի ուրեմն Չինաստան։ Եվ այդ առումով ես գտնում եմ, որ Հայաստանում այս պահին եւ կարևոր մարտավարական եւ ռազմավարական առումով որոշումները չեն կայացվում Երևանում կառավարության շենքում։ Որոշումները կայացվում են նվազագույն մարտավարական առումով Ադրբեջանում, Թուրքիայում, իսկ ռազմավարական առումով Բրիտանիայում եւ այն իրողությունները, որի մեջ որ մենք ապրում ենք, ուղղակի այդ պահանջները, որը Հայաստանի այսպես կոչված իշխանությունների վրա դրված է, միանգամից հնարավոր չի կատարել, որտեղ այդ կատարումը այնուամենայնիվ Հայաստանի ներսում ներքաղաքական լրջագույն ցնցումներ կարող է առաջացնել, մասնավորապես 7 պահանջ, որտեղ Ալիևը դնում է եւ որի պարտավորված է Փաշինյանը կատարել։ Առաջին մեծ պարտավորությունը 22 թիվ հոկտեմբերի 6 Պրահա, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, որի նպատակը հետեւյալն էր, որ Ալիևին իրավունք է տրվելու ուժով 11 ամիս հետո Արցախը ուղղակի գրավել։ Մնացած պահանջները ուղղակիորեն երբ նայում ենք, դա Թուրանի
կայացման վերջնական ցամաքային ճանապարհով նաև կայացման կարևորագույն էլեմենտներն առաջին այս տարածաշրջանում ադրբեջանական կամ թուրքական գործոնը նաև պիտի ներկայացված լինի Հայաստանի Հանրապետության տարածքում, դա 300,000 այսպես կոչված փախստականների վերադարձը։ Եվ բնականաբար այդ մարդիկ դավրեն Հայաստանի Հանրապետության տարածքներում, այո։ Ուրեմն երկրորդը Հայաստանը պետք է տա ռազմական տուգանք, որպես պարտված կողմ, կոնտրիբուցիա, փոխհատուցում, ռեպարացիա, Զանգեզուրի միջանցք, Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ դրան մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ, սահմանադրության փոփոխություն եւ ԵԱԿ Մսկի խմբի լուծարում։ Այս 7 պահանջը դա իրականում Հայաստանի վերջն արդյունքում չգոյությունն է։ Այսինքն մենք որպես պետական կազմավորում ընդհանրապես գոյություն չենք ունենալու եւ դա աշճանաբար օրվա իշխանությունները հլուհնազանդ կամակատար կերպով դան կատարում են։ Հայկ, ուրեմն Ադրբեջանի պահանջները գործող իշխանությունը կատարում է կամ երբեմն ժամանակ է խնդրում տեխնիկական պատճառներով դրանք կազմակերպելու համար։ Եվ նաև ազգային ժողովի նախագահը ասաց, որ այո, Հայաստանում ադրբեջանցիները կապրեն այնպես, ինչպես Վրաստանում, այսինքն կգան։ Բայց այդտեղ խնդիր է առաջացել գործող այս վարչապետին կամ ռեժիմի բարագլխին պետք է վերարտադրվել, որովհետեւ այդ պահանջները շարունակի կատարել։ Սակայն դրա համար սա ասում է ինձ որևէ թուղթ է պետք, որովհետև ես կորցրել եմ իմ հեղինակությունը, իմ վարկը։ Ես պետք է գյուղ առ գյուղ շրջեմ, շանտաժ անեմ մարդկանց, բնակչությանը, որ եթե ես չընտրվեմ կլինի պատերազմ, իսկ որն է պատերազմ չլինելու երաշխիքը, ահա մի հատ թուղթ, որը ես ստորագրել եմ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում ասում են հետևյալը, գիտես ինչ, մենք քեզ թուղթ ինչի համար տանք, որտեղ մենք չգիտենք այսօր դու կաս, վաղը չկաս, իսկ մեզ կարևորը Հայաստանի ժողովուրդը ինչպես է մտածում եւ համաձայն է տոտալ կապիտուլյացիային, թե համաձայն չի։ Եվ առաջանում է մի օջախ, իդեմս եկեղեցու, որը գնում է այն հայտնի ելույթն է ունենում Շվեյցարիայում, Բեռնում, կաթողիկոսը։ Եվ ըստ էության Ադրբեջանի կողմը ասում է, նայ Նիկոլ Փաշինյան, եթե դու կարողանում ես հաղթել ժողովրդին, կաթողիկոսին, նշանակում է դու հաղթել ես արդեն հայ ժողովրդին, ահա արդեն դու այն մարդն ես, որի հետ կարելի է խոսալ, բայց եթե դու չես կարողանում հաղթել եկեղեցուն, փոխել կաթողիկոսին, այսինքն դու չես վերահսկում իրավիճակը, ես քո հետ ինչի ստորագրեմ ինչ-որ փաստաթուղթ, երբ որ ես կարող եմ մի տարվա ընթացքում շարունակել էլի ինչ-որ բաներ փոխել, տարածքներ եւ այլն, հա, եւ սա գոյության խնդիր է առաջացրել գործող իշխանության մեջ եւ հիստերիա։ Հիմա այս հիստերիայի պայմաններում իրենք ինչին են ունակ, ինչին ունակ չեն, ինչին որքան հեռու կարող են գնալ։ Դե իշխանություն պահելու համար իրենք կարող են անել առերևույթ մեր ժողովրդի, մեր երկրի քաղաքացիների եւ քաղաքական ընդդիմության համար անկալելի եւ անչափելի քայլեր իշխանությունը պահելու համար, որտեղ իշխանությունը հանձնել դա նշանակում է իրենց չգոյությունը եւ նյութական կուտակած բարիքների արգրամամբ եւ ֆիզիկապես իրենց գոյությունը իսկապես վտանգում է։ Էլ չեմ ասում, որ սկզբունքորեն իրենց գլխին դամոկրան սուրը ոչ ժողովրդի, ոչ էլ քաղաքական ընդդիմության կողմից է կախված։ Դա կախված է կոնկրետ պատվիրատուների կողմից։ Այսինքն հասկանալ է ինքը հայտնվում է մուրճի եւ զնդանի արանքում, հա։ Եվ այո, դիմադրության առարկայապես որպես ինստիտուտ մայրաթորն է, վերապար հայրապետն է։ Շվեյցարիայի օրինակը բերեցիք, ես շատ եմ կարևորում դա, որովհետև այն ելույթը, որ վերապար հայրապետը Շվեյցարիայում ունեցավ, նախ այդ հավաքի կազմակերպիչ մեր եկեղեցին չէր, դա եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էր, բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, կաթոլիկ եկեղեցու, ավետարանական, եւ նաեւ մեր եկեղեցու քույր եկեղեցիներ, այսինքն մեծ հաշվով քրիստոնյա աշխարհն էր ներկայացված։ Եվ վերապար հայրապետի խոսքը, այո, իր մեջ ճիշտ է թեման Լեռնային Արցախ, Լեռնային Ղարաբաղ, հետաքրքիր է, հա, բառը անպայման Արցախ բառը նշում է Լեռնային Ղարաբաղ, ուրեմն մշակութային հոգևոր պատմական արժեքների պահպանությանն էր վերաբերված, բայց նաեւ որպիսի իրականում բացվի, թե ինչն է վտանգված, նաև պատճառներն էր բացում, թե ինչպես եղավ, որ այդպես վտանգվեց։ Եվ բնականաբար վերապար հայրապետի կողմից տրվեց նաև գնահատական Թուրքիայի ռազմական գործողությունների ուղղակի մասնակցության մասին, այո, Արցախից դուրս եկած մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի մասին,
ռազմագերների դատավարության մասին, մշակութային, հոգևոր եւ պատմական կոթողների արժեքների պահպանության մասին, այդ թվում նաեւ այդ ժողովը համաժողովը նաեւ բանաձև ընդունեց բավականին խիստ, եթե մեզ դասողները ցանկություն ունեն, կարող են ցանոթանալ սոցիալական ցանցերում բավական լավ տարածված է, իսկապես դա Ալիևի եւ Էրդողանի համար սկզբունքորեն ոչ միայն անցանկալի, այլև խնդրահարույց էր եւ ինչպես ասում են օրը ցերեկով անապ երկրունքում ամպրոպ եւ կայծակ իսկ դա եղավ 2 օր առաջ երբ Միացյալ Նահանգներում շատ հետաքրքիր է այդ համաժողովի ընդունած եզրակացության հենքի վրա ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի կոչներ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ ես ամբողջ այդ կոչը չեմ ուզում ընթերցել, ուղղակի որպես եզրակացություն կազմակերպությունը հանգել է եզրակացության, որ Ադրբեջանի գործողությունները ռազմական հանցագործություններ են եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Հայ ռազմագերիները ըստ հաղորդումների ենթարկվել են կրոնական բռնության, ներառյալ բանավոր վիրավորանքների, միաժամանակ Բաքուն յուրացրել եւ ոչնչացրել է հայկական կրոնական հուշարձանները։ Սա ոչ ավել ոչ պակաս Միացյալ Նահանգներ։ Իսկ սա ինչ է նշանակում, որ Միացյալ Նահանգները եւս Ռուսաստանի եւ Իրանի նման շահառու են, որպեսզի Բրիտանիայի ծրագրերը կոնկրետ մեր տարածաշրջան կյանքի չկոչվեն։ Իսկ հաշվի առնելով, որ Փաշինյանը ինքը ներկայացնում է Թուրքիա եւ Ադրբեջանի շահեր Հայաստանի Հանրապետությունում եւ սպասարկում է եւ մեծ հաշվով Բրիտանիայի, շատ բնական է, որ վեհափառ հայրապետի այդ խոսքը ընդունված բանաձև եւ դրա հիման վրա ԱՄՆ-ում այդ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի կոչը ուղղակիորեն թիրախավորում է այն պրոյեկտները, այն ծրագրերը, որ Հայաստանի նկատմամբ այսօր փորձի արվում կյանքի կոչել։ Իսկ կառավարություն եւ եկեղեցի կոնֆլիկտը դա աշխարհակաղակական կոնֆլիկտ է, որը տեղի ունենում Հայաստանում եւ այս վերջի ժամանակները մենք շատ ենք զգուշացնում մարդկանց, որ այս կառավարության քայլերի պատճառով Հայաստանը, հենց Հայաստանի տարածքը դառնում աշխարհակաղակական կոնֆլիկտի բուն։ Եվ այդ կոնֆլիկտը այսօր արտահայտվում է եկեղեցի կառավարության այս բանավեճ դեռևս անվանենք, ապա վաղը դա կարող է ռազմական կոնֆլիկտ լինել, տարբեր ուժեր Հայաստանում միմյանց հարցեր լուծեն, եւ նաեւ այստեղ ուրիշ հարցեր է առաջանում, նաեւ քաղաքական դաշտում դերակատարները նույնպես աշխարհակաղակական կողմեր են դառնում, եւ սա ամենավատ բանն է, որը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ։ Եվ նույնիսկ ներողություն ուժային կառույցներն են արդեն աշխարհակաղակական կողմեր եւ կառավարվում են ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ դրսից տարբեր դեսպանների կողմից։ Սա արդեն ողբերգություն է։ Այսինքն իրականում Հայաստանը ամբողջովին արտաքին կառավարման ներքո է եւ Հայաստանի ներկայիս իշխանություն կոչածները չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը։ Երբ ես նման ձևակերպում եմ տալիս, առավելս որ Հայաստանում գնահատում եմ կոլաբորանտ կառավարություն եւ իշխանություններ, բնական հարց է առաջանում, իսկ ինչպես կարող ենք ապացուցել դա, հա? Շատ պարզ։ Այն Ալիևի 7 պահանջները, որի մասին ես ասացի, այդ 7 պահանջները իսկապես մեր պետության, պետականության չգոյությունն է։ Էլ չեմ ասում, այս տարածքում դեռևս հարց է առաջանում, մենք ֆիզիկապես այստեղ կարող ենք ապրել, թե չէ։ Դա ինչպես կարող ենք չզուգացնել, եթե Հայաստանի իշխանությունը իսկապես սպասարկում է արկա իրողությունների պայմաններում հաշվի առնելով եւ մարտահրավերները սպառնալիքները Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը, ապա իր համար ռազմավարական է դառնում այդ Ալիևի 7 պահանջների չզուգացումը։ Իսկ կարելի է հնարավոր է դա չզուգացնել, եթե ինքը իսկապես Հայաստանի շահն է սպասարկում, խոսքս Փաշինյանի մասն է։ Այո, հնարավոր է, ընդամենը մեկ հայտարարությամբ։ Եվ դրա մասին օրերս, երբ Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը, մեկ անգամ եւս ինքը բարձրաձայնեց դրա մասին, ասեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը 4 եռակողմ հայտարարություններով եւ ձեռքբերված պայմանավորություններով։ Ընդ որում Ալիևի 7 պահանջները որից է ձևով ամրագրված չեն այդ 4 եռակողմ հայտարարություններն, որ պայն Փաշինյանը հրապարակավ ասում է, որ ինքը հավատարիմ է եւ իր կառավարությունը ստորագրած այդ 4 փաստաթղթերին, որի տակ իդե որպես միջնորդ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրությունն է, Ալիևի այդ պահանջները ուղղակի հոլս են ցնդում։ Հիմա հարց, իսկ ինչու դա չի անում, եթե նա սպասարկում է Հայաստանի շահերը, որտեղ ասածը շատ պարզ տրամաբանական իրողություն է, չի անում, որտեղ ինքը սպասարկում է այլ պետությունների շահերը եւ հետաբար իր կառավարությունը կոլաբորանտ կառավարություն է։
այս ծանր վիճակից դուրս գալու երգելը որն է։ Ես հասկանում եմ, որ իրականում օկուպացիոն ռեժիմի դեմ այն պայքարի գործիքակազմը եւ մեթոդաբանությունը, որ սուր կիրառվում է, ինքը արդյունավետ չի։ Սովորաբար պետությունների պատմությունները մեզ ուսանել են, որ օկուպացիոն ռեժիմների դեմ սովորաբար ազգային ազատագրական պայքար է, այսինքն ազատագրման գործընթաց է, հա, բայց դա չի նշանակում, որ ներկա պայմաններում այդ ազատագրական պայքարը միայն զենքի ուժով պետք է լինի։ Այո, եթե երկիրը հակառակորդը գրավել է եւ իր զին ուժը գտնում է քո տարածքում, այո, ժամանակ այդ զենքով պայքարն է ազատագրումը։ Բայց եթե դեռևս իրենք չեն, ապա այդ ազգային ազատագրական պայքարը առնվազն պետք է միտված լինի Հայաստանում մեր երկրի քաղաքացիների տվյալ օրվա իշխանությունների նկատմամբ անհնազանդության դրսևորմամբ։ Այսինքն որ իշխանությունը փաստացի իշխանություն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ կառույցների վրա, այդ թվում նաեւ պետական կառույցների, մարդիկ չեն ուզում կատարել հանձնարարականների հրամաններ կարգադրություններ։ Եվ գործնականում Հայաստանի Հանրապետությունում փաստացի ստեղծում է երկիշխանություն։ Եվ հայտնի դասականի ձևակերպամբ վերևինները չեն կարողանում, ներքևինները չեն ցանկանում։ Սա է միակ երաշխիքը, ընդ որում այստեղ իրավիճակի փոփոխության լուրջ շահառու պետություններ կան, այդ թվում նաև մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ երեք այն հայտարարությունը, որ բարձրաձայնվեց Զանգեզուրի միջանցքի հետ կապված, կրկին անգամ եւ կտրուկ, որ այդ թեման փակված է ոչ մի միջանցք, դա նշանակում է, որ այդ կեցվածքը դեմ է բրիտանական այն ծրագրերին, որը մեր տարածաշրջանում փորձում են կյանքի որի մասին ուղիղ ասվում է։ Ուղիղ ասվում է, այո, վստահաբար այո, եւ դա է իրականությունը։ Եվ հետաբար Հայաստանում բոլոր այն ուժերը, որոնք որ փորձում են իրավիճակ փոխել, իրենք ունեն մի շատ կարևոր քայլ, որը ցավոք սրտի չի արվում նաև հրապարակային դաշտում։ Իրավիճակի համարժեք գնահատում։ Նույնիսկ մարդկանց միջանձնային հարաբերությունները, թե դիմացին այդ մրցակից է, չասեմ հակառակորդ կամ թշնամի։ Ինչ որ գործողություն անելուց առաջ դու իրավիճակը պետք է գնահատես դիմացինի եւ քո ռեսուրսները, գործիքակազմը, մեթոդաբանությունը, քո մրցակցի խոցելի տեղերը, քո ուժեղ տեղերը, հա, նոր մտնես պայքարի մեջ։ Այսինքն իրավիճակի գնահատումը դա առաջին քայլն է։ Եթե մենք իրավիճակը համարժեք չենք գնահատում, մեր ցանկացած գործողություն, որը ենթադրենք առաջնորդում է քաղաքական անդիմությունը, դատապարտված է պարտության, այնպես ինչպես 44 օրից հետո 4 փողոցային ընդվզումները, որտեղ մեր երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ էին այս իրավիճակին, դրանք եւս ձախողվեցին։ Իրավիճակը համարժեք գնահատում է, նոր դրանից հետո գործողությունների ճանապարհային քարտեզն է մշակում։ Ըստ իս կարծում եմ, որ լավագույն լուծումը դա է եւ այդ պայքարի մեջ ամենակարևոր դերակատարում ունի հայ առաքելական Սուրբ Եկեղեցին եւ հոգեվոր դասը։ Ահա թե ինչու կոնկրետ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Փաշինյանի այսպես կոչված կառավարության կողմից ուղղակիորեն թիրախավում է մեր եկեղեցին եւ իր հոգեվոր առաջնորդը, որտեղ ամենախանգարող գործոնը գործնականում այդ ազգային ինստիտուտն է։ Ամենահետաքրքիրը այն ցինիզմն է կամ լկտությունն է, որ այս գործող կառավարությունը ամեն ինչ ներկայացնում է որպես հաղթանակ։ Ինքը ասում է Արցախի պարտությունը դա մեր հաղթանակն է։ Մենք կորցրեցինք հայրենիք, բայց ձեռք բերեցինք ինքնիշխանություն եւ նման աբսուրդային կարգախոսները, որը գուցե շատերը լուրջ են ընկալում։ Եվ Հայկ, վերջում ես մի հարց տամ, նորմալ այն էլ Բրիտանիայի նման կամ մյուս լուրջ կայացած երկրները իրենք երբ որ խաղում են, իրենք ձվերը մի կողովում չեն դնում։ Իրենք ձվերը միշտ տարբեր կողովներում են դնում եւ նույնիսկ այս իշխանության պարտությունը դեռևս չի նշանակում, որ մենք արտաքին կառավարումից դուրս են գալի, որտեղ այնտեղ կան նաև քաղաքական դաշտում տարբեր խաղացողներ, բայց սա գուցե այլ թեմա է, դա շատ լուրջ եւ շատ բարդ թեմա է, որի մասին գուցե հետագայում ինչ-որ մի առիթով մենք կխոսենք։ Ես ուղղակի լրացնեմ ձեզ, այո, համակարծիք եմ ձեր գնահատականին, բայց երբ Հայաստանում գտնվում էր նույն Սերգեյ Լավրովը, ըստ իս շատ եմ կարևորում իր այցը, որովհետև մեկ անգամ եւս այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը նախ արձանագրեց Արցախի հանձնման իրական պատասխանատուն եւ մեղավորին, Հայաստանի տարածքներից օտարման պատասխանատուն եւ մեղավորին, որն է եւ Հայաստանի արտգործնախարարը կողքը կանգնած չէր առարկում։ Իհարկե,
շատ ճիշտ եք, այո։ Ավելին մի քանի այսպես նրբերանգներով որոշակի դրվատանքի խոսք ասվեց արտգործնախարարի հասցեին, երևի թե լրությունը, հա, պատճառ էր, բայց կարծում եմ, որ Սերգեյ Լավրովը շատ կարևոր մեսիջ տվեց Հայաստանի քաղաքական ընդդիմությանը։ Ասելով, որ Ռուսաստանի համար այստեղ խնդիրը ոչ թե անձն է, թե ով պետք է լինի այն առաջնորդը, որը որ իրավիճակ փոխի, այլ իրենց համար կարևորը օրակարգն է։ Օրակարգային 4 կարևորագույն անկյունակարային շեշտադրումներով միտք արտահայտվեց։ Առաջին. Ադրբեջանի հետ հարաբերությունները 4 եռակողմով։ Սա նշանակում է, որ սկզբունքորեն ձախողվում է բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտը Հայաստանի տարածքում եւ Հարավային Կովկասում։ Ալևի որևիցե պահանջ 4 եռակողմ չկա։ Երկրորդ կեցվածքը մեր տարածաշրջանում հարցերը լուծելու համար դրսից որևիցե այլ պետություն բացի 3 գումարած 3 ձևաչափից չպիտի լինի։ Սա եւս կարևոր է, նշանակում է, որ Բրիտանիան եւս ասենք եվրոպական երկրները թե Եվրամիություն կա, բայց աշնանաբար այդ կառույցները փլուզվում են ու կոնկրետ Բրիտանիային է վերաբերում, որ իրենք այստեղ խաղացող պիտի չլինեն։ Երրորդը Հայաստանի ներկան անկախ պետությունների համագործակցություն, Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպություն եւ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, այսինքն Հայաստանը պարտավորությունների դաշտով, իրավական առումով, պայմանագրային առումով այս 3 կառույցների մեջ է, հա, իր ներկան տեսնում։ Իսկ ապագան BRICS բազմաբևեռ աշխարհ։ Ես կարծում եմ, որ Սերգեյ Լավրովը ասաց, եթե Հայաստանի քաղաքական անդիմությունը այս հարթության վրա եւ այս օրակարգով միավորվի, դա Ռուսաստանի համար ամենաընդունելի եւ անկալելի ձևաչափն է։ Ընդ որում առավելս, որ ինչի մասին ինքը բարձրաձայնեց, դա ուղղակիորեն բխում է մեր երկրի ազգային պետական շահերից։ Այսօրվա համար շնորհակալություն։ Ես իմ խոսքի վերջում անպայման ուզում եմ մեր եկեղեցու հետ կապված մի շատ կարևոր, այսպես ճիշտ ձևակերպում, որով ուզում եմ կիսվել մեզ լսողների հետ, հայր Ասողիկ Կարապետյանն էր երեք իր էջում դրել եւ այսպես այնինչ այսօր կատարվում է եկեղեցու հետ։ Ասվում է. հայոց եկեղեցու եւ ամենայն հայոց վեհափառ հայրապետի հետ կապված անհեթեթ հարցերը, կարծիքները, կոչերը չունեն պատասխան։ Ավելին, պետական կամ մասնավոր խելագարություններին երբեք չեն արձագանքում, վերածվելով խելապակասի։ Այնինչ այսօր հնչում է եւ կատարվում է, նենք ու նվաստ բեմադրության հերթական արարն է, որի ապաշնոր հեղինակներն ու կամակատար դերասանները տարբեր ոլորտներից կանչված մերօրյա հուդաներն են, որոնք գիտակցաբար մասնակից են ճշմարտության Սուրբ Հոգու դեմ հայհոյություններին եւ արդեն քանի տարի, իսկ Տերունի խոսքն ահեղ է։ Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի։ Մատթեոս ԺԲ 31։ Ես անով իմ խոսքը ավարտեցի։ Եղավ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։